Why did he not have to Rivana? Շատ սիրալիր եք, նոր պարտ։ Ան սա զեբրայով խաղելի է։ Զեբրայով եք։ Պարոն Սաֆարյան, ինչպես եք գնահատում այսօր ոստիկանների գործողությունները, հա, հատկապես կարմիր բերետավորների, ովքեր բրդում էին քաղաքացիներին։ Ես չեմ հասկանալու այն, ինչ անում է Վլադիմիր Գասպարյանը, ինչի դրդում է ոստիկաններին, որովհետև սա ապօրինություն է։ Կներեք, ես ամեն հարցը հետո կգրեք, լավ։ Որովհետև սա ապօրինություն է։ Նախ արձանագրենք եւ դա նաեւ ցույց տրվեց քաղաքի ոստիկանապետի տեղակալին, որ մշակույթի նախարարությունը անգամ ինքը համարել է, որ այս պատմամշակութային արժեքի ապամոնտաժումը կարող է ուղեկցվել նրան պատճառվելիք վնասներով, որովհետև ապամոնտաժումը իրականացվում է օրենքի խախտումներով։ Հետևաբար անհասկանալի է, թե ինչու է ոստիկանապետը իր ոստիկաններին, մեր ոստիկաններին դրել ապօրինության դաշտում եւ որից սկսվել է մի ամբողջ ապօրինությունների շարք, բռնությունների շարք, որը սկսվեց ուրեմն աֆրիկանների ակումբի պատերի մոտ, երբ քաղաքացիները ընդհանրապես թակում էին ուրեմն այդ մետաղյա ուրեմն դարպասներին եւ դրա արդյունքում սկսվեց բռնություններ, հրմշտոց, ինչ ասեմ, մարդկանց տեղաշարժի խոչընդոտումը շարունակվում է մինչև հիմա։ Տեսնում եք ինքներդ, որ մի խմբին կլաստերով էստեղ են պահել, արգելափակել, մյուս խմբին այնտեղ, մյուս խմբին այնտեղ եւ այսպես շարունակ։ Ես իհարկե զարմանում եմ, թե ինչպես կարելի է գոնե երեկվանից սկսած, երբ արդեն գրավոր մշակույթի նախարարությունը հավաստիացրել է, որ շինարարությունը անօրինական է, միևնույն դրանից հետո մեկը շարունակում էին պաշտպանել ուրեմն անօրինական քանդումը, բայց չգիտեմ, էլի ես արտասահմանյան, այսպես ասած, ալիքներին ոստիկանության շատ լկտի պահվածքը, որ տեսնում եք զենքով, բանով եւ այլն, իրենց այդ համեմատած կարծում եմ, որ այդքան էլ շատ բան չեն, այսպես ասած, խիստ եւ օրինաչափ, բայց օրինաչափություն չեմ կարող ասեմ, որովհետեւ լավ չեմ տիրապետում խնդրին, բայց բնականաբար դե չեմ պաշտպանում հանրային շահը, պաշտպանում մի հատ անհասկանալի շահ, որը ցավալի է բնականաբար։ Հուշարձանների պահպանման գործակալության թուղթ ենք ցույց տվել, որտեղ որ նշված է, որ աշխատանքները պետք է անհապաղ կանգնեցվեն, քանի որ բացակայում են որոշակի փաստաթղթեր, բայց դե ոստիկանությունը ոչ մի բան չի ձեռնարկում, իսկ ակցիայի ժամանակ ոստիկանության գործողությունները ինչպես միշտ էլի մարդիկ ոչ օրենք գիտեն, ոչ բան գիտեն, իրանց ասում են բռնեք, բրդեք, խփեք, չգիտեմ ինչ արեք, ոչ կարող են մատնանշեն, թե հիմքը որն է դրա իրավական, թե որ օրենքի կետն ենք մենք խախտում, որ տենց իրանք հրամանան ստանում։ Իրենք չեն տիրապետում իրենց մասը։ Բացարձակ չեն տիրապետում ու չկա ընդհանրապես մեկը, որ գոնե ձևի համար էլ գա ասի օրինակ դուք այս օրենքի կետը խախտում եք, ըստ դրա ձեզ խնդրում եմ հարգելի քաղաքացի մի արեք այս բանը, բացարձակ չեն տիրապետում օրենքի կետին։ Օսիպյանը անդադ հայտարարություններ անում, որ մենք ինչ-որ տեխնոլոգիաներ ենք կիրառում, ինչ ենք անում, բայց իր հայտարարությունները իր սիրած բառով ասեմ ամենապոպուլիստականը։ Գալիս է մարդուն ասում են սենց արա անում է, ինքը չի կարող ինքնական որոշում կայացնի, կարելի է ապօրինի հրամանը կատարել, թե չի կարելի։ Ոստիկանությունը այստեղ գտնում է ինչի համար, որպեսզի ներկայացնի հասարակական կարգը պահպանի, օրինականություն հաստատի, չէ՞ նման բաների համար։ Հիմա նրանք պարտավոր են նաև խաղաղ հավաքներին աջակցել եւ առաջին հերթին պարտավոր են լսել խաղաղ հավաքների պահանջը եւ հասկանալ թե ինչ են անում։ Այսինքն ոստիկանությունը հանդիսանում է միջնորդ քաղաքացիների եւ պետական մարմինների կամ մնացած այլ մարմինների հանդեպ ում հանդեպ է պահանջը ներկայացված։ Հիմա դուք եկել եք ստեղ, մեզ ասում եք դադարեցրեք, բայց դուք չեք ուզում լսել, հասկանալ թե մենք ինչ ենք ասում։ Մենք ներկայացնենք ձեզ մեր պահանջը, որպեսզի դուք ներկայացնեք համապատասխան մարմիններին, որպեսզի մեր միջև կոնֆլիկտը չդինի, դուք ձեր գործառույթը կատարեք։ Գնաք ասեք, որ այս մարդիկ սա են պահանջում եւ փորձեք այդ կոնֆլիկտը լուծել այդ ձևով, ոչ թե մեզ ցրելով։ Դա է ձեր պարտականությունը։ Հիմա ես ձեզ ներկայացնեմ փաստաթուղթ, պարոն Օսիպյան։
Ձեզ ենք տալիս նաև։ Րոպե ներողություն ասեմ վերում։ Այս փաստաթղթում նշված է։ Այստեղից անցնում եք, մի րոպե, ո՞րն է։ Ուրեմն նշված է մշակույթի։ Նայեք, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության պատմության եւ մշակույթի ուշադրների պահպանության գործակալություն։ Նրանք են պատասխանատու, նրանք են իրավասու այս շենքի համար թույլտվություններ տալ։ Հիմա այստեղ հստակ գրված է, որ կան անճշտություններ, կան խախտումներ եւ մինչև համապատասխան բոլոր փաստաթղթերի արկայությունն ապահովելը անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ապամոտաժման աշխատանքները։ Հիմա մենք սա ձեզ ներկայացնում ենք, որպեսզի դուք, ով որ այնտեղ է գործողությանը, ում հանդեպ մեր պահանջն է, նրան հիմա անցնեք արդեն նրանց հանդեպ, նրանց հետ սկսեք բանակցել։ Հիմա մենք մեր պահանջը սա ձեզ հստակ է։ Մենք ոչ տեղ եկել ենք կարգ խախտենք, ոչ մի բան, մենք ունենք պահանջ, դուք պարտավոր եք լսել եւ իրականացնել ձեր կոնկրետ գործողությունները։ Խնդրեմ մեզ հիմա պատասխանել, թե դուք ինչ եք անելու, որ մենք իմանանք մեր հետագա գործողությունները։ Եթե դուք ուզում եք որ այս հարցը լուծվի, այսինքն մեր խաղաղ հավաքը մեր դադարեցվի կամ ավելի ընթացքը ստանա գնա այնտեղ, մենք հասկանանք, եթե դուք շարունակել եք սա, էլի շարունակել, մենք ուրեմն մենք էլ բանակցենք, քննարկենք, հասկանանք մենք ինչ ենք անելու։ Ես ձեզանից հիմա խնդրում եմ պատասխանել։ Որպեսզի մենք վայրենի չենք, որ մենք սաղ իրար հանդեպ գնանք կոնֆլիկտների։ Ուրեմն ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ դուք գալիս եք ակցիա անեք, հա, դուք բոլորը այս վերջի ժամանակաշրջանում տեղի ունեցած բոլոր ակցիաները մի հատ խնդրում եմ լսեք, խնդրում մի հատ լսեք։ Մի հատ խնդրում ես հիմա դրան եք անդրադառնամ, մի հատ խնդրում լսեք։ Վերջի ժամանակներում տեղի ունեցած ակցիաների շրջանում դուք որ ակցիաներ եք իրականացնում, ինձ մոտ այնպիսի տպավորություն է ձևավորվել, որ դուք նոր տեխնոլոգիաներ եք մշակել եւ օգտագործում եք ոստիկանությանը ընտրում եք որպես թիրախ եւ փորձում եք ուշադրության գրավել ձեր նկատմամբ հասարակությանը ոստիկանների հետ վիճաբանելով վիճելու։ Ուրեմն մենք դուք ինքներդ տեսնում եք որ քանի ես հիմա սրանք անդրադառնամ հարգելի Կարեն։ Ուրեմն դուք քանի օր տեսնում եք որ մենք լոյալ ենք մոտենում այն ինչ որ դուք իրականացնում եք այս շենքի, հա, եթե մենք ցերենք դուք այստեղ կանգնած չենք լինի, ընդունենք ձեզ։ Սա վառ ապացույց նրան որ դուք այստեղ կանգնած ենք, մեր պահանջը այն է եղել, որ քիչ առաջ խնդրեցիք ճանապարհը բացել։ Մենք ունենք մի հատ խնդրում եմ ես հիմա կանդրադառնամ մի փոքր համբերատել։ Տեսեք ինչ աղմուկա տեղ ունենում, բնակիչներից մենք բնակիչներից մենք բազմաթիվ ահազանգեր ունենք, որ ահազանգում են նրանց հանգիստը հարգել ես ուշադիր լսել եմ, դուք ժամանակին ավելի համբերատար եք եղել։ Դուք ակցիա եք անում եւ ակցիայի շրջանակներից դուք շեղում եք, խոչընդոտում եք, սահմանափակում եք մյուս քաղաքացիների հանգիստն եք հանգարում, ազատ տեղաշարժն եք սահմանափակում, ինչ որ նոր արից եք։ Ինչ վերաբերում է այս փաստաթղթին, պատճառահանած փաստաթղթին, որի ես օրիգինալը չեմ իրապետում, չգիտեմ որտեղ է։ Երկրորդը խնդրում եմ սա, հա, այս պատճեն չգիտեմ որտեղից եք դուք ձեռք բերել, համապատասխան գերատեսչությունը, որը իրավասու է զբաղվել նման գործողություններով, հա, եթե դուք գտնում եք սա ապօրինի է, հետո համապատասխան մի հատ խնդրում եմ լսեք, հա, ես սա տեսնում եմ պատճառանած փաստաթուղթ, ուրեմն հիմա դե պարտականությունը սա հարգելիս, մի հատ խնդրում եմ լսեք, համապատասխան գերատեսչությունը դիմեք, թող մուտք կագրեն սա, դուք եք ստեղ, դուք պետք է դիմեք, պարտավոր եք դուք եք ոստիկանությունը իրավասու չի սա, Ազանգի համար իրավասու է, ոստիկանություն իրավասու չի սա զբաղվել։ Դիմեք, եթե դուք համարում եք ապօրինի գործողություն տեղ ունենում, դիմեք հազարումի մշակույթի նախարարության, քաղաքաշինության նախարարությունը, չի բաց դատարանը դիմեք, մենք ունենք երեկացյանների դատարաններ դիմեք, ոնց թե։ Դա ձեր գործն է։ Ձեր բողոքները իրականացրեք սանդրական ճանապարհով, դատական կարգով դատական, մենք վարչական դատարան ենք։ Դու դրասի որ ահազանգ եղել քաղաքացիներից։ Ուրեմն երբ դատարանով որոշում լիներ, ես կապահովեի դատարանի որոշում կապահովեի։ Ահազանգը երբեք քաղաքացիները ահազանգում են դա հիմք է։ Յուրաքանչյուր հիմք այնքանով է հիմք, որ յուրաքանչյուր ահազանգ ոստիկանության կողմից ուսումնասիրում է։ Հիմա ուսումնասիրեք, տեսակ ստեղ մարդիկ են հավաքվել, կա ինչ-որ բան, չէ՞։ Եղավ, ես ուսումնասիրում։ Հիմա մի րոպե, պատասխան չեք տալիս մեզ։